Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում շարունակվեց քաղաքացի Հովհաննես Հունանյանի հողի գործով դատական նիստը։ Հունանյանի ներկայացուցիչները ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավոր Սարգիս Երիցյանին գործը ոչ օբյեկտիվ քննելու հիմքով։ Դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը եւ նիստը հետաձգեց։ Հիշեցնենք, այս գործը Սարգիս Երիցյանի վարույթում է դեռևս 2023 թվականից։ Հողի իրական սեփականատեր Հովհաննես Հունանյանը մտահոգված է, Դավթաշենում գտնվող իր ընտանիքին պատկանող 500 քառակուսի մետր հողատարածքը փորձում են խլել իրենցից։ Իշխանություն լրատվականը զրուցել է հողի սեփականատերերից Հովհաննես Հունանյանի մոր Մարիամ Համբարձումյանի հետ։ Տիկին Համբարձումյան, 2019 թվականից այս գործը գտնվում է դատարանում, այժմ էլ գտնվում է դատավոր Երիցյանի վարույթում։ Ինչ կարծիք ունեք դատավորի կողմնակալության վերաբերյալ։ Ես այն եմ մտածում, որ օբյեկտիվ չեն մոտենում էլ այդ հարցին։ Մեր գնաց հողը, մեր քրտինքով առած հողը ոնց կարելի է վերցնել ու մեկ ուրիշին նվիրել։ Ոնց կարելի է։ Դատավորին ցույց տալիս եք ձեր վկայականը հողը։ Ընդունում ա, որ դա ձեր։ Չի ընդունում, օբյեկտիվորեն չի մոտենում այդ հարցին։ Հա, ասում է գնացեք, ոնց կարելի է։ Չէ որ թուղթ կա, փաստաթուղթ կա, որ դա մերն է, մեր քրտինքով առած հողն է։ Մենք բացի այդ էլ էտի առել ենք, մշակել ենք, այսօրվա դրությամբ ամուսինս չկա, ես մենակ ուզում եմ պայքարում եմ իմ որդիների հետ, որ իմ հողը իմ ձեռից չառնեն, ոնց կարելի է առնել։ Լացակումած ուզում եմ ասեմ, որ պետք է պաշտպանեն մարդու իրավունքները էլի այս երկրում։ Չի կարելի, ուրիշ երկրներում ոնց են պաշտպանում մարդու իրավունքները։ Ունեցե պետք է մեր երկրում պաշտպանեն, Փաշինյանը ճիշտ է ասում, եթե ինչ-որ հարց կա, դիմեք, ես պետք է գնամ մոտենամ իրան եւ այդ հարցը կարգավորեմ, ասեմ, որ այդպես վիճակ է, իմ քրտինքով, իմ ամուսինը մահացել է, աշխատել այս երկրի համար, ես աշխատել եմ քրտինքով, միջև հիմա էլ աշխատում եմ, բայց այսօրվա դրությամբ իմ հողը ուզում են իմ ձեռից առնել, ինչի համար։ Բայց ես զարմանում եմ, ինչի են ուզում մեր ձեռնից առնեն, տան մեկ այլը։ Անձնավորության չեմ հասկանում այդ պատճառը ինչն է։ Անձնավորությունը բիզնես է անում։ Բիզնես է անում, հա, ու շատ ունևոր է ու կարողանում է որ ոնց ասած ճանկել։ Հարևանի քրտինքը ոնց կարելի է։ Ես ամուսինս ամբողջ կյանքը աշխատել ենք այս պետության համար, ամուսինս չկա, ես մենակ չեմ կարողանում պայքարել։ Իմ համար շատ դժվար է, իմ որդիներն էլ չեն բանանում, էլ հասկանում եք, պետք է կարողանանք առաջ գնանք։ Ես ուզում եմ մտնեմ Փաշինյանի մոտ եւ ասեմ, այդ հարցը դնեմ։ Չի կարելի տենց։ Ոնց կարելի է մարդու ձեռից հողը առնել։ Եթե կադաստրով իմ իրավունքը իմն է։ Այո, հողը իմն է, ինչի պետք է իմ ձեռից առնեն մեկ ուրիշին տան։